Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Հալեպում չդադարող բախումների հետևանքով վնասվել են հայաբնակ շրջաններ, բարեբախտաբար վիրավորներ չկան։ Հալեպի հայկական եկեղեցու հոգևորականներից մեկը լրատվամիջոցներին պատմել է, թե Սիրիայի կառավարությունը մի քանի անգամ հորդորել է քրդական տարածքների բնակչությանը հեռանալ, որովհետև ուզում են լուրջ հարվածներ հասցնել քրդական զորքին։ Հոգևորականը տեղեկացրել է, որ բոլոր խանութները ու ուսումնական հաստատությունները փակ են։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի և կառավարական զորքերի միջև բախումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 31 մարդ։ Կրքերը չեն հանդարտվում նաև Հայաստանի անմիջական հարևան Իրանում։ Իրան International-ի փոխանցմամբ ցուցարարները կոչել են անմիջականությունների հեռացման, ինչպես նաև հնչեցնում են միապետությունը վերականգնելու կարգախոսներ։ CNN-ը գրում է, թե բախումների ժամանակ ոստիկանության սպա է սպանվել։ Դեռ 3 հաղորդվում էր շուրջ 30 զոհի մասին։ Որոշ լրատվամիջոցների պնդմամբ բողոքի ալիքի շրջանակում ցուցարարները վերահսկողություն են հաստատել արդեն 3-րդ քաղաքի Քարաջի նկատմամբ, սակայն պաշտոնական հաստատում այս տեղեկությունների վերաբերյալ առայժմ չկա։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանն ահազանգում է, որ Իրանում ցույցերի և հայաշատ Հալեպում մարտերի ֆոնին հերթական շաբաթն է, ինչ Ադրբեջանում վայրեջք է կատարում ռազմամթերքով բեռնված օդանավերի հերթական խմբաքանակը, իսկ նախագահ Ալիևը իր վերջին ելույթում Հայաստանը բազմիցս որակում է թշնամի, նշում է, որ միջազգային իրավունք այլևս չի աշխատում ու հայտարարում, որ Հայաստանը չունի սահման, եղածը պայմանական սահման է ու իրական չէ, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել դրանք։ Միաժամանակ թուրքագետն ընդգծում է, թե Հալեպի շրջանում, որտեղ մի քանի տասնյակ հազար հայ է ապրում, կառավարական ուժերը թուրքական աջակցությամբ փորձում են գրավել քրդական շրջանները, ինչի հետևանքով հայերին կարող է սպառնալ նոր տեղահանություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենայի համարանիշն այսուհետև լինելու է հայոց եռագույն, կողքին էլ 1։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Ներքին գործերի նախարարության մշակած նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, թե բազմաթիվ երկրներում բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող մեքենաները ունեն ստանդարտից տարբերվող առավել պարզ համարանիշներ։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վարչապետի ավտոմեքենայի համարանիշը համապատասխանեցնել միջազգային արտիմիտումներին։ 2025-ին Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն 200 հազար զբոսաշրջիկ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է կառավարության նիստում հայտարարել, նշելով, որ սա 2,5%-ով ավելի է նախորդ տարվա և 19,4%-ով 2019-ի ցուցանիշներից։ Ըստ Պապոյանի, Հայաստանի զբոսաշրջային պատմության մեջ ամենաբարձր թվերը գրանցվել են 2023-ին։ Ներկայացնելով զբոսաշրջության զարգացման 2026-ից 30 թվականների ռազմավարական ծրագիրը, էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, թե նախատեսում են 2030-ին ունենալ առնվազն 3 միլիոն ներգնաց զբոսաշրջային այցելություն, զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3,8 միլիարդ դոլարի եկամուտ, որից 750 միլիոն դոլարը կարող է գնալ պետական բյուջե, ունենալ 4,5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություններ, ստեղծել լրացուցիչ 20,000 աշխատատեղ։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետության տարածքում հունվարի 8-ից 3-ը 11-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 9-ից 10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալներով օդի ջերմաստիճանը հունվարի 8-ին ու 9-ից 3-ը կբարձրանա 3-ից 5, հունվարի 9-ից 10-ի գիշերը 10-ից 14, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 2-ից 4 աստիճանով։ Այսքանը կհանդիպենք մեր ամփոփիչ թողարկմանը ժամը 19-ին։